Ղազախստանի մեր գործընկերները այդ հարցը մենք նաև իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են հասկանալ առավել առարկայական, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում եւ ինչպես է դա անդրադառնալու եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար եւ այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չի ակնհայտորեն որ հետաքրքրված է բազմաթիվ երկրներ հետաքրքրված են եւ մենք այսինքն հրապարակային process է գնում եւ մենք չենք պատրաստվում բնականաբար թաքցնել մեր գործընկերներից եւ բնականաբար մենք այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների եւ իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար, որովհետեւ տրանսպորտի ոլորտի եթե այդպես ասենք բիզնեսը, որը մասնավոր է, բայց իհարկե պետությունը նաեւ որոշակի դեր ունի, ինքը չի կարող առանձին վերցրած կտորով լինել, որովհետեւ այո, շատ լավ, երկրի մի հատվածից վերցվեց, տարվեց մյուս սահման, բայց ի շարունակություն պետք է լինի գործընկերություն ամուր, որպեսզի այդ հատվածը աշխատի, կարողացա ասել ինչ է մեր օրակարգ այն է ինչ որ ասացի ես իսկ երկաթուղու հետ կապված հարցը ընդհանրական պարզ հրապարակային քննարկող հարց է հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձ լինի բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում